Խաղաղության խաչմերուկ նախագիծը սոսկ ապաշրջափակվող ճանապարհներ ու երկաթգծեր չեն, այն նաև էներգետիկ ակտիվ ու կենսական համագործակցություն է։ Տարածաշրջանով ձգվող բարձրավոլտ հաղորդալարերը պիտի միահյուսվեն, վերածվելով կայացած անվտանգ ու հուսալի էներգետիկ խաչմերուկի։ Այս գլոբալ խճանկարի կարևորագույն հանգույցներից մեկը կառուցվում է հենց այստեղ, Սյունիքի մարզում։ Մենք գտնվում ենք Նորավան ենթակայանում հիմնական սարքավորումները բոլորը տեղադրված են։ Բացակայում է ավտոտրասֆորմատորներից մեկը, իմ տեղեկություններով ավտոտրասֆորմատորը գտնվում է ճանապարհին, շուտով պետք է հասնի, որպեսզի այդ մի ավտոտրասֆորմատորն էլ տեղադրվի։ Սյուները համարյա ամբողջությամբ տեղադրված է, լրիվ մնում է օդային գծերի անցկացման աշխատանքները։ Մոտորապես մի տարվա ընթացքում կարելի է այդքանը վերջացնել։ Դեպի հարևան Իրան տանող երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի եւ Նորավան ենթակայանի լիարժեք գործարկումը ռազմավարական նոր հորիզոններ է բացելու։ Հայկական էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան եռապատկելու իրական ներուժով։ Գորիսի բարձրավոլտ էլեկտրական ցանցերի գլխավոր ճարտարագետը հպարտությամբ է փաստում։ Սյունիքում իրապես եզակի ու հզոր ենթակայան է կառուցվում։ Այս լարմամբ այն առայժմ միակն է Հայաստանում։ Ու հենց այս հսկայի շնորհիվ է, որ Իրանին մատակարարվող ներկայիս շուրջ 350 մեգավատ հզորությունը ապագայում հասնելու է մինչև 1200 մեգավատի։ Ենթակայանը սնվելու է 220 կիլովոլտի գծերով ավտոտրասֆորմատորների միջոցով տրասֆորմացվելու է եւ 400 կիլովոլտ լարումը ուղարկվելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Դա փոխադարձ է լինելու, կարող է եւ նեղից ստանալ եւ ստեղից ուղարկի Իսլամական Հանրապետություն։ Արդեն 2 տասնամյակ է, ինչ Հայաստանն ու Իրանն էներգետիկ ոլորտում համագործակցում են հստակ ու անխափան մեխանիզմով։ Թեհրանը Երևանին մատակարարում է բնական գազ, իսկ դրա դիմաց հայկական կողմը վերադարձնում է էլեկտրաէներգիա։ Գազ էլեկտրաէներգիայի դիմաց այս բանաձևը վաղուց դարձել է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության դասական ու օրինակելի մոդել։ Սակայն այս ծրագիրն օգտագործվում է իր հնարավորությունների միայն 1/3 չափով։ Ուստի երկկողմ գործակցությանը նոր առաջանցիկ տեմպ հաղորդելու գլխավոր նախապայմանը Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շուտապույտ կառուցումն ու Նորավան ենթակայանի ամբողջական գործարկումն է։ Հայաստանի էներգետիկ ներուժն ու արտահանման հեռանկարները գնահատելիս մասնագետներն արձանագրում են հստակ մի փաստ։ Հայաստանն այսօր ունի տարածաշրջանի ամենակայացած ու կայուն համակարգերից մեկը։ Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն ընդգծում է, որ հենց եռաբաղադրիչ կառուցվածքի, ատոմային, ջերմային եւ հիդրոէներգետիկայի ներդաշնակ համադրության շնորհիվ է մեր երկիրը ձեռք բերել այս առավելությունը։ Արտադրված էլեկտրաէներգիա եւ տեղակայված հզորությունների առումով Հայաստանը, այսպես ասած, ավելի ցուկային երկիր է, պրոֆիցիտային երկիր է։ Հայաստանը ամբողջությամբ կարող է բավարարել իր պահանջները էլեկտրաէներգետիկայի եւ երաշխավորված հզորության առումով, գումարած դրան ապահովել զգալի արտահանում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների համալիր ապաշրջափակման պայմաններում էներգետիկան դառնալու է առաջին հաջողված քննությունը։ Հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք էներգետիկ մեծ կապուղիների հատման իրական ու ամենահուսալի կենտրոնը կարող է եւ պետք է դառնա հենց Հայաստանը։